Ադրբեջանի նախագահը հայտարարել է Թրիփի նախագծի շրջանակում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծի անցկացման նախագծի նախապատրաստական աշխատանքների մասին։ Իլհամ Ալիևի խոսքով ադրբեջանցի մասնագետներն արդեն վերլուծել եւ որոշել են էլեկտրահաղորդման գծի հիմքերի տեղակայման վայրերը։ Բաքուն ակնկալում է, որ հայկական կողմը չի ձգձգի գործընթացը, հավելել է Ադրբեջանի նախագահը։ Ալիևը նաեւ հայտարարել է, որ Թրիփի իրականացումն արդեն սկսվել է, այդ թեման քննարկվել է օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Կողմերը համաձայնության են եկել, որ նախագիծը կյանքի կկոչվի մոտ ապագայում։ Նա տեղեկացրել է, որ նախագծի շրջանակում Ադրբեջանի տարածքով կառուցվող երկաթուղին կհասնի Հայաստանի հետ սահման արդեն հաջորդ տարի։ Հորադի Զաղվենդ մայրուղին գրեթե պատրաստ է, Բաքուն կարող է արագացնել նախագիծը ցանկացած պահի, սակայն հայկական հատվածը դեռ պատրաստ չէ, մանրամասնել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Եվրամիության ներկայացուցիչներն էլ հետաքրքրված են ադրբեջանական երկաթուղու Նախիջևանյան հատվածի նախագծին մասնակցությամբ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ կապված իրավիճակը լավ է զարգանում եւ Միացյալ Նահանգները լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը նշել է, չի վստահում Թեհրանին բանակցություններում, քանի որ նրա խոսքով Թեհրանը բազմիցս ստել է Վաշինգտոնին։ Հորմուզի նեղուցին է անդրադարձել Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, շեշտել, նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Միացյալ Նահանգները չի դադարեցրել պատերազմը եւ Իրանի ծովային շրջափակումը, չի ապասառեցրել իրանական ակտիվները եւ չի համաձայնել հրադադարի ամբողջ տարածաշրջանում, այդ թվում Լիբանանում եւ Գազայում։ Նշվում է, որ Թեհրանը միջնորդների միջոցով Վաշինգտոնին է փոխանցել այս պայմանները։ Մինչ այդ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել է, որ ամերիկյան ուժերը հարվածել են Իրանի շրջափակումը ճեղքել փորձող նավերից մեկին, այն նավարկել է Պանամայի դրոշի ներքո։ Իրան-ԱՄՆ բանակցություններում միջնորդի դերում հանդես եկող Պակիստանի ներքին գործերի նախարարը մեկնել է Իսլամական Հանրապետություն։ Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության եւ Մերձավոր Արևելքում զարգացումների հետ կապված հարցեր։ Մոսին Նաքվին Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահի, արտաքին գործերի եւ ներքին գործերի նախարարների հետ։ Նա հայտարարել է, որ Իսլամաբադը ձգտում է նպաստել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը։ Պաշտոնյան ընդգծել է բանակցությունները եւ երկրների միջև կառուցողական գործակցությունը շարունակելու կարևորությունը, նշելով, որ դա կնպաստի ընդհանուր տարածաշրջանի բարօրությանը։ Տարածաշրջանային անվտանգությանն է անդրադարձել նաև Թուրքիայի նախագահը, մեկնաբանելով Պակիստանի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի միջև օրերս կնքված Մեքքայի համաձայնագիրը։ Ռեջեփ Էրդողանը վստահեցրել է, որ այն ուղղված չէ որևէ մեկի, այդ թվում Իրանի դեմ։ Նա հավելել է, որ փաստաթղթին կարող են միանալ նաև այլ երկրներ։ Մեքքայի համաձայնագիրը լրատվամիջոցներն անվանում են մուսուլմանական ՆԱՏՕ, դրա հիմնական դրույթներից է հավաքական պաշտպանության սկզբունքը, որի համաձայն երկրներից մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլորի վրա։ Ռուսաստանը հայելային պատասխան կտա, եթե արևմտյան երկրները գրավեն կամ խոչընդոտեն Դաշնության առևտրային նավերի նավարկությունը, այդ թվում Խաղաղ օվկիանոսում, հայտարարել է Վլադիմիր Պուտինը ելույթ ունենալով Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների շրջանակում։ Կրեմլի ղեկավարի համոզմամբ ՆԱՏՕ-ն ներթափանցում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, իսկ այնտեղ նոր սպառազինություններ տեղակայելու արևմուտքի ծրագրերը սպառնալիք են Ռուսաստանի համար։ Արևմտյան զլմները գրում են, որ ԵՄ երկրները եւ Մեծ Բրիտանիան կալանում են Ռուսաստանի ստվերային նավատորմի հետ կապ ունեցող նավեր, կասկածելով, որ դրանք նավարկում են կեղծ դրոշների ներքո։ Վերջերս Ֆրանսիան Սիցիլիայի ափերի մոտ կալանել էր Deliver լցանավը։ Այն նավարկում էր Կամերունի դրոշի ներքո, սակայն չուներ համապատասխան գրանցում։ Մոսկվայում նման կալանումները որակում են որպես ծովահենություն։ Դիանա Գասպարյան, լուրեր։